Ողջույն բոլորին, այսօր պատրաստում եմ շատ հեշտ և արագ պատրաստվող խմորեղեն, կոչվում է տրյուֆել։ Ուրեմն ես ունեի սառցախցիկի մեջ դրած նախապես պատրաստած ուրեմն խմոր, պիսոչնի, չգիտեմ ոնց ասեմ, փխրուն խմոր։ Հիմա այդ խմորը այսպես գլանաձև, խմորի բաղադրատոմսը կգրեմ, գլանաձև այսպես բացում ենք, կտրատում ենք փոքր, այսպես գնդեր ենք անում, գնդեցինք այսպես, հիմա տալիս եմ տրուֆելի տեսք։ Շատ հեշտ և արագ մեր մանկության խմորեղեններից է, եթե կհիշեք հներից, եթե կաք։ Այսպես արդեն, հիմա ջեռոցից կհանեմ մնացածը և սրանք կդնեմ նախապես տաքացված ջեռոցի մեջ 200 աշճան։ Կթխվի ու կասեմ ինչ պիտի անենք, շատ ամեն ինչը արագ և հեշտ է ստացվում և շատ համեղ, կհանդիպենք։ Հիմա հենց այսպես տեղափոխում եմ արդեն ջեռոցի տապակի վրա և պիտի թխեմ։ Հիմա մինչև թխվում է տրուֆելները վերցնում ենք այսպես տոպրակ, շատ հարմար է, մեջ ավելացնում ենք 3-4 ճաշի գթալ շաքարավազ կամ ավելի լավ է, եթե ունեք շաքարի փոշիկ, շաքարի փոշի ավելացրեք և 2 ճաշի գթալ կակաո։ Այսպես խառնում ենք և երբ արդեն թխված ու պատրաստ կլինեն մեր տրյուֆելները, տաք վիճակում կդնենք այս տոպրակի վրա ու այսպես կպատենք արդեն։ Ահա, տրյուֆելները արդեն պատրաստ են, այսպես։ Հիմա, ինչպես արդեն ասեցի, տաք վիճակում, այսպես դնում ենք տոպրակի մեջ, այսպես լայֆհակ, որպեսզի առանձին չթափեք, հենց այսպես տաք վիճակում, նայեք, հիմա բացեցինք, նայեք ինչ գեղեցիկ տրյուֆելիկներ ստացվեցին և ես ձեզ վստահեցնում եմ շատ համեղ։ Բաղադրատոմսը խմորի արդեն կգրեմ տեսահոլովակի ներքևի հատվածում։ Քանի որ շատ արագ է սա վերջանում, շատ համեղ է լինում և շատ արագ վերջանում է, դրա համար այս վերջին հատվածը ձեզ համար նկարեցի, որպեսզի դուք ևս տեսնեք և ինքներդ էլ փորձեք։ Ահա խնդրեմ, նայեք մի անգամից ինքը արդեն ընդունեց տրյուֆելի տեսք։ Կհանդիպենք։